$7 միլիարդ Գազան վերակառուցելու համար Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության խորհրդի առաջին նիստում մի քանի երկրներ պատրաստակամություն են հայտնել նպաստելու Գազայի վերակառուցմանն ու անվտանգության ապահովմանը։ Այդ մասին հայտարարել է նիստը վարող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Today, and I'm pleased to announce that Kazakhstan Եվ այսօր մենք ուրախ ենք հայտարարելու, որ Ղազախստանը, Ադրբեջանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մարոկկոն, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանը և Քուվեյթը բոլորն էլ ավելի քան $7 միլիարդ են նվիրաբերել օգնության փաթեթին։ Շնորհակալություն ընկերներ, շնորհակալություն, եւ շատ այլ երկրներ նույնպես նպաստում են։ Գիտեք, սա նոր է սկսվել, սա մեր առաջին հանդիպումն է, բայց ծախսված յուրաքանչյուր դոլար ներդրում է կայունության և նոր ու ներդաշնակ հույսի մեջ։ Սա տարածաշրջան է, որը շատ կարևոր է։ It's a region that's so important, it's so vibrant, it's so incredible. The people are so incredible, but we want to have a harmonious Middle East. The Middle East is amazing. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը հաստատել է իր մտադրությունը աջակցելու միջազգային կայունացման ուժերին։ Նա խոստացել է Գազա ուղարկել ռազմական, բժշկական ստորաբաժանումներ ու խաղաղապահներ։ Աստանան նաև ֆինանսական աջակցություն կտրամադրի, մարդասիրական օգնություն ու սնունդ կհատկացնի, կօգնի վերականգնելու ավերված շենքերը։ Համաձայնագրով նախատեսված $7 միլիարդին $10 միլիարդ կավելացնի Միացյալ Նահանգները, $2 միլիարդ ՄԱԿ-ը, 75 միլիոն ՖԻՖԱ-ն։ Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն լրագրողներին ասել է, որ իր երկիրը պատրաստ է նաև զորք տեղակայել Գազայում 5000-ից մինչև 8000 զինվոր։ Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, առաջիկա խոշոր ծրագրերը, ինչպես սպասվում է, զգալիորեն կբարելավեն Գազայի ժողովրդի ապագան։ Իհարկե, մենք պետք է զգոն մնանք այն խմբերի նկատմամբ, որոնք ձգտում են խաթարել համապարփակ լուծումը, նման տարրեր միշտ կլինեն։ Եվրոպական շատ երկրներ, այդ թվում Ֆրանսիան ու Գերմանիան, հրաժարվում են խաղաղության խորհրդին մասնակցելուց։ Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովից հետո X-ում գրել է, որ Ադրբեջանը չի մասնակցում Գազայի վերականգնման համար հայտարարված $7 միլիարդ ֆինանսական օգնության փաթեթին։ Ադրբեջանը որպես հիմնադիր անդամ պետություն աջակցում է խաղաղության խորհրդի նպատակներին և խնդիրներին։ Ապագայում կարող է քննարկել Գազայի ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը խաղաղության խորհրդի միջոցով։ Կցանկանայի պարզաբանել, որ Ադրբեջանը չի նախատեսում մասնակցել Գազային առնչվող $7 միլիարդ $7 ֆինանսական նախաձեռնությանը, որի մասին հայտարարվել է խաղաղության խորհրդի նիստում։ Փորձագետներն այս գրառումը Բաքվի կողմից Թրամփին ուղղված քաղաքավարի մերժում են որակում։ Ի տարբերություն Ադրբեջանի Միավորված ազգերի կազմակերպության խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հստակեցրել է, որ միջազգային կազմակերպությունը կհամագործակցի խաղաղության խորհրդի հետ Գազայի հատվածի վերականգնման գործում։ Անդրադառնալով Գազայում իրավիճակին, ասեմ, որ մեր մարդասիրական կազմակերպությունները հայտնում են, որ այս երկուշաբթի օրվա դրությամբ փետրվար ամսվա համար ընդհանուր պարենային օգնություն է տրամադրվել մոտ 670,000 մարդու։ Ինչպես ասացինք, մենք կշարունակենք աշխատել Գազայի համար, քանի որ այն որոշակիորեն հաստատվել է Անվտանգության խորհրդի կողմից, և մենք ուզում ենք, որ ամեն ինչ հաջող լինի։ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման առիթն օգտագործել է ՄԱԿ-ին փնովելու և այդ կառույցի անգործությունն ընդգծելու համար։ Եվրոպայում շատերն ասում են, որ խաղաղության խորհուրդը նախատեսված է ՄԱԿ-ին փոխարինելու համար։ Ինձ թվում է, սա ՄԱԿ-ին փոխարինելու փորձ չէ, բայց եթե դա օգնում է ցնցելու այդ տանջվող հսկային և արթնացնելու քնից, ապա Աստված օրհնի խաղաղության խորհուրդը։ Իսկ պատերազմից տուժած Գազայում մարդիկ պահք են պահել, հետո իրենց տների փլատակների մեջ երկար սեղանների շուրջ հավաքվել։ Չնայած տեղահանությանը, ցավին և ավերածություններին, մենք ուզում ենք ուրախանալ և ապրել։ Մենք այն ժողովուրդն ենք, որը ուզում է ապրել։ Մենք այն ժողովուրդը չենք, որը նախատեսված է միայն ավերածությունների և սպանությունների համար։ Հետաքրքիր է, որ խաղաղության խորհրդի նիստից հետո միջազգային մամուլը տեղեկություններ է տարածում, որ Համասը դարձյալ
վերահսկում է Գազան չնայած Իսրայելի հետ պատերազմում կրած ծանր կորուստներին։ Դա հարցեր է առաջացնում, թե որքանով է հավանական, որ Համասը հրաժարվի զենքից ու իշխանությունից։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։